Նացիների հետ բանման, բայց շատ տարբեր են իրանց գում։ Իրանք ռեֆերենդումում անցկացրեցին, այդ նույնը վերցրեցին, այդ համակարգը Ալյասկայի տարբերակը։ Ինչ է դա նշանակում, այսինքն Ալյասկայում կամ Նորվեգիայում հողը, ջուրը, օդը, բոլոր բնական հանրությունները եւ այլ, դրանք ազգային սեփականություն են։ Իրանք են որոշում ում տալ շահագործման եւ դիվիդենդ վերցնել 20% դիվիդենդը։ Ժողովուրդը ամբողջ։ Ժողովուրդը ինքը կառավարման միավոր չի բանալու։ Ոչ, ժողովուրդը ասելով դա օրինակի համար։ Այնուք պետությունը։ Ալյասկան պետություն չի։ Չէ, Ալյասկայի մասին խոսքը չի։ Զորօրինակ, հիմա Հայաստանն ունի ներողություն, հանքեր։ Այդ հանքերը ում պետք է պատկանան։ Պատկանում է պետություն, պետությունը տալիս է այս կամ այն արտոնագրով կամ թույլտվությունով։ Ոչ, ամուրսարը շահ։ Այ դա որ այդ սովետականը դուք խառնում եք։ Ով պետք է կառավարի այդ ընդերքը։ Եթե նայեք, պետությունը ասել է, պետությունը մի հատ հեռախոս է։ Պետությունը կառավարման համակարգ է եւ վարչակարգ ունի։ Okay։ Բայց այդ հեռախոսը, այդ պետությունը վերջի հաշվով ապրանք է, որը ունի իր տերը։ Երբ որ մեր զրույցի սկզբում ասացի ռազմավարական նշանակության միջոցները, միջոց այդ նշանակումը հող, ջուր, տրանսպորտի միջոցը, հանքը, այս գտնվում են մի քանի հոգու ձեռում եւ օտարերկրյա կառավարման կամ սեփականության տակ, դա նշանակում է քո պետությունը, քո հեռախոսը չի պատկանում քեզ, պատկանում է ուրիշին։ Իսկ դա տվել է քո պետության կառավարիչը։ Այս կամ այն ժամանակի որոշակի իշխանությունը, դա չեղավ ազգային։ Ազգայինը նա է, երբ որ մենք սաղ ազգով կառավարման արհմիութենական սիստեմներով որոշում ենք, թե կարճ ասած, ում ենք տալի, արտաքին տալիս ենք 20 տարի շահագործման 20% դիվիդենդ պետք է տա, հա, այս հողից կամ այս ինչ բանից, եւ այդ դիվիդենդը մենք որոշում ենք կൂട്ടակային սարքել, օգտագործել, երբ որ մարդը երեխան հասավ 18 տարեկան կամ երբ որ հիվանդացավ կամ ինչ-ինչոց, կամ էլ ասում ենք բաժանենք, մենք ենք որոշում, բայց յուրաքանչյուր մարդ ծնված օրվանից, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բանկային իր հաշվի համարին, դա կաթալով նստում է։ Հասկացա՞ր։ Այդ ժամանակ դու զգում ես, որ ախպեր ջան, այդ օլիգարխը, հիմա հայտնի